Արդյոք համապատասխան ծառայություններն են ապահովելու անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում թրիփ ենթակառուցվածքներում։ Դե միանշանակ այո, ես արդեն մեջբերումներ արեցի։ Նախ ամեն դեպքում ասեմ, որ կան հարցեր, որոնք որոշակիորեն կրկնելու են ձեր արդեն։ Ոչինչ, եթե մարդիկ տվել են, դուք հարցերը ստացել ենք լրացուցիչ անդրադառնանք։ Մյուսը արդյոք Հայաստանի Հանրապետության ծառայությունների ներկայացուցիչները ծառայություն են իրականացնելու Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային եւ մաքսային կետերում։ Միանշանակ այո, բառացիորեն, տառացիորեն այդպես գրված էր, քիչ առաջ ընթերցեցի։ Անցնենք մյուս էական դրույթներից մեկին, որը որ front office եւ օպերատորի գործառույթի սահմանումն է, ինչ է նշանակում front and back office մոդելը, ինչ է նշանակում դրա օպերատորը։ Ով է ընտրելու այդ օպերատորին, արդյոք օպերատորն ապահովելու անվտանգությունը, անվտանգության կոմպոնենտը իհարկե նախորդ հարցերում կար, բայց նաև փոխկապակցված այս մասին։ Դե front office, back office ես արդեն թարգմանությունն էլ ասեցի, իրենց կիրառական նշանակությունն էլ ասեցի, սա մի մոդել է, որը լայնորեն կիրառվում է մասնավոր ընկերություններում, պետական բազմաթիվ գործառույթների իրականացման մեջ, իմաստը հետևյալն է, երբ որ քաղաքացին կամ սահմանահատողը կամ չգիտեմ բիզնեսի դեպքում հաճախորդը կամ ինչ այցելում է այդտեղ երկիր, ընկերություն, բանկ, չգիտեմ, եւ ուզում է որոշակի ծառայություն ստանալ, ինքը չի տեսնում այդ ծառայությունների մշակման, իրականացման ամբողջ ուրեմն ծավալը եւ մոտավորապես մեկ պատուհան սկզբունքով ինչ որ մարդիկ իրենց բարեհամբույր սպասարկում են, թղթերը տվյալները հավաքագրում են, թե հետո ոնց է ընթանում այդ process-ը, ոնց են տվյալները մշակվում, ոնց է որոշում կայացվում, դա արդեն տեղի ունենում, այսպես ասած, ետնաբեմում, հա, back office-ում, այս սկզբունքի մասին է, ինչ վերաբերում անվտանգության կոմպոնենտին, էլի շատ ուղիղ ասեցինք, որ որևէ գործառույթ պետական չի արտապատվիրակվում ամբողջ ծածկույթով մեկ թրիփի, ուրեմն Հայաստանի իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակներում իրավասումարների ամբողջական հասանելիությունը ապահովում է, ներկայությունը սահմանապահ մաքսային մարմիններում մշտապես ապահովում է եւ այլն, այսինքն մանրամասն անդրադարձ կա այդ բոլոր հարցերին։ Մյուս ամենաշատ տրվող հարցը բաժնեմասեր։ Ինչու է թրիփ ընկերության բաժնեմասերի միայն 26%-ը պատկանելու Հայաստանի Հանրապետությանը, իսկ ավելի մեծ մասը 74%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դե մեծ հաշվով բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները, հա, գաղտնիք չի որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, հա, քաղաքական աջակցության, քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով դա կառուցապատման իրավունքն է, հա, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը միայն 49 տարվա մասին է առաջիկա, ենթադրվում է էլի կրկին բիզնես մոդելի հարց է, այդ փուլում որոշակի տարիների ընթացքում, երբ որ ներդրումների վերադարձը ինչ որ չափով սա արդեն բիզնես հաշվարկների հարցը ապահովված կլինի, այն ժամանակ արդեն եւ պայմանագիրը կերկարացվի եւս 50 տարով, գիտեք, արդեն քիչ առաջ ասեցի, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը, հարաբերակցությունը փոխվելու է եւ համարյա հավասար ենք դառնալու։ Այն նշեցիք front office եւ back office-ի մասին։ Հիմա այս մասով ինչպես է ապահովելու փոխադարձության սկզբունքը արդյոք Ադրբեջանում նույնպես գործելու է front office։ Չգիտեմ, մենք այդ հարցին չենք անդրադարձել, դա Հայաստան-Ամերիկա բանակցությունների առարկա չի, եթե շատ անկեղծ ասեմ, ես նույնիսկ չգիտեմ դրա կարիքը ընդհանրապես կա թե չէ այդպիսի ֆոկուսով ուրեմն բանակցություններ սկսել, ընդհանրապես նայեք, մենք առիթ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու խաղաղությունից, առհասարակ խաղաղության պայմանագրից, այս համագործակցության դրսևորումներից, որ արդեն ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես մշտապես ասում եմ եւ հարցում եմ երաշխիքը որն է, հաջողության գրավական որն է, փոխշահավետությունը։ Հիմա նայեք, այս կոնտեքստում եւս ամբողջ աշխարհը ուզում է իր ընթացակարգերը ջուրացնի, թվայնացնի, որպես եկողը վարկյան առաջ ստանա համապատասխան ծառայությունը, պետությունն էլ վերիֆիկացիան անի, տեսնի, որ այս մարդը վտանգ չի ներկայացնում, ինչ նպատակով է գալիս եւ այլ, եւ արագ անցնի, եւ հետո մյուսը, հա, մյուս։ Այսինքն ծառայության այս դեպքում ուրեմն տարանցիկ ուղիներից օգտվելու, հա,
իմաստը դրանք հեշտացնելն է։ Ես կարծում եմ, որ իհարկե սա Ադրբեջանի գործն է, իրանք թող որոշեն, բայց կարծում եմ, որ ցանկացած երկրի շահագրգիռ է, որ այն առաջի կետից, երբ որ իր սահմանը հատում է օտար երկրի քաղաքացին կամ բեռը, օտարերկրյա ընկերության պատկանող հնարավորինս հեշտ նախ ստուգվի վտանգի ուրեմն բացառվի վտանգի առկայությունը, եւ հետո հնարավորինս հեշտ դյուրի նան խնդիր այդ շարժը տեղի ունենա։ Պարոն Նախար, Թրիփը նախատեսում է, որ Հայաստանը պետք է մշակի տարբերակված ընթացակարգեր այդ ճանապարհով անցնելու համար, այսինքն այն տարբեր է լինելու Հայաստանի այլ հատվածներում գոյություն ունեցող ընթացակարգերից եւ որն է լինելու այդ տարբերությունը։ Հիմա նայեք, ես հենց լավ է, որ այդ հարցը նախորդից հետո եք տալիս, որովհետեւ տրամաբանական օրգանական շարունակությունն է, նախ տարբերակված ընթացակարգեր մարդկանց մեքենաների ապրանքների համար բավականին նորմալ գործընթաց է, այդ թվում եւ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ երկուղությունով անցման համար ընդհանրապես մենք ուզում ենք մեր բոլոր ուրեմն սահմանների ուղղություններով ունենանք հնարավորինս հեշտ անցման ընթացակարգեր, ապահովելով իհարկե որևէ կերպ չխախտելով, չխոցելով, չստորադասելով մեր ինքնիշխանությունն ու իրավազորությունը եւ անհրաժեշտ գործընթացները, որոնք պետք է արվեն անձի վերիֆիկացիա եւ այդ որ կրկին հստակ ասում ենք այդ ընթացակարգերը պետք է լինեն Հայաստանի օրենքների մեջբերում են Հայաստանի օրենքների կարգավորումների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան սա մենք բոլոր սահմաններով ուզենանք ունենալ ենթադրում եմ մեր հարևաններն էլ որևէ երկիր մոլորակի վրա